Ուրեմն այսօր Թուրքիան է փորձում Եվրոպա ձուկ արտադրի, արտահանի 120 գրամանոց ձուկ է վաճառում, 140 գրամանոց ամենաշատը, դա կոչվում է պարցոնկա, որ ափսեի մեջ տեղավորվում է ու շատ փոքր քանակներ, այն պետությունը, որ 100,000 տոննաներով ձուկ է արտադրում, այնտեղ ինչ-որ 1-2 տոննա ձուկ է վաճառում, դա Թուրքիա արտադրողների խոսքերով եմ ասում, ու հենց այնպես չեմ ասում, այդ մարդկանց հետ կաշփում են, որպես գոլեգաներ, Չիլիի հետ էլ կա, Նորվեգիայի հետ էլ կա, այնտեղ ես հիմա իմ ձուկը 5 կիլոգրամ է, ոնց ակեմ 120 գրամ, որ տաղալկայի մեջ տեղավորվի։ Մենք նոր ասեցի ձեր գոլեգաներին, մենք 5 տարի գնացել ենք, ես իմ թեթև ատլետիկա հիմա մեզ տանում են շտանգի մրցումների, ոնց գնանք, այլի գնանք, բայց ժամանակ տվեք, ինչ-որ այդ փողերը, որ տվել է, որ տա գագոին, տվեք գագոին, ոչ թե ձեզ պարգևավճարներ բաժանեք։ Ես լսել եմ, որ Եվրոպան փողեր է տվել, որ աջակցեն, թղթի վրա բոլորիս աջակցել են, թղթի վրա ես իմ ձեր որ գոլեգաներ երեք ցույց են տալի, որ ինչ-որ լճերում ասում են լրիվ հարցը լուծված է։ Ես բախենք բարձացել այսօր եկել, Ժորժյան, բախի 3 ամիս չեն գալի, որտեվ 3 ամիս հույսեր ունենք, 3 ինչ-որ մարդ էր հրավիրել, ինչ-որ նախարարի մեր էկոնոմիկայի, ասում են հարցը լուծված է, Եվրոպա ենք անում, լրիվ մեծ Էլեմ, նույն բառերը պետք է կրկնեմ, չեմ ուզում կրկնեմ, Ժորժյան, այդ Եվրոպա գնացող ապրանքը, չգիտեմ ինչու, Թուրքիայով, չգիտեմ, Պարսկաստանով, կներեք հայտնվում է Ռուսաստանի սահմանին ու հետ են տալի։ Ծաղիկը, ես իմ ծիրանը, այնի, չգիտեմ, այդ սահմանի, ինչ է, Եվրոպան գնում է Պարսկաստանով, Ռուսաստանով գնում է Եվրոպա, ով գիտի այդ սահմանը, ոնց է գնում, երեխեք։ Թողան բացատրեն, կոնկրետ էկոնոմիկի նախարարությունում խնդրել ենք լոգիստիկ ինչ-որ կազմակերպությունների հետ ծանոթացնեն, որտեղ մեր կազմակերպությունները չգիտեն ոնց տանեն Եվրոպա։ Օրերը, սռոկները ոչ մի բան չի բռնում, իրանք էլ ասում են բռնում, ասում են գոնե մեկ վարորդ ճարեք մեզ, մեկ լոգիստիկ կամպանիա, որ տանում է։ 3 ամիս նստած սպասում են։ 3 ամիս ասում են կա։ Չգիտեմ ինչ կա, որտեղ կա, բայց կա։ Ցույց տվեք, տեսնենք ինչ կա։ Հիմա ոնց որ պատի վրա մի հատ տոնածառ նկարեմ, ասեմ ֆռացեք կողքը, մեր մոտ չի ստացում։ Թողան մի հատ ֆռան, մենք էլ ֆռանք, ծավալներն գան ձևը ցույց տանել Եվրոպա տանը, խոսալով չի։ Սլնդի անվտանգության տեսչական մարմնից ասում են, որ 1 հոգի արդեն ձկնաբույծներից կա, որ էլեկտրոնային հայտով դիմել է, որպեսզի Եվրոպա արտահանի։ Թղթի վրա ինչ է ձեզ պետք անեմ։ Թղթի վրա անեմ, պարզ ասում եմ։ Ես թղթի վրա ասում եմ, երբ որ Ինձ սննդի անվտանգության աշխատակիցները ասել են, Իսպանիա են գնացել մեր գործընկերներից մի քանի ամիս առաջ բուկվալնի, մեր ցուցահանդես է, ձկանկերի ամեն ինչ հետ կապված Իսպանիայում, եկան ուրախ, բա դուք ինչու չկայք, ամենտեղ ակտիվ եք, ինչու չկայք, ես իրանց հետ ոնց են ասում, գրազ եմ եկել, ասեմ հենց առաջի ձուկը կգնա, կգաք ինձ եք ասեք խի չկայք, տեսար մենք ճիշտ ենք, ուրա 6 ամիս անցել է, ինչքան են տարել, ոչ մի բան, 0 Ժորժյան, Եվրոպայի գներն է գիտենք, կերի գներն է գիտենք, ստեղ է գիտենք, ոչ մի եզրեր չի գտնվում, եթե մարդիկ նոր են Եվրոպայի տեղ, ես 2 տարին տեղ եմ ապրել մամայիս եմ բուժը Գերմանիայում, աղբերս 800 աշխատող ունի, այդ նույն տերերի հետ սուպերմարկետի ու սեփականատերի, ոչ թե տանորների հետ ընկերություն ենք անում, շփվում ենք, դրել ենք, հաշվել ենք, ոչ մի ձևի չի դառնում։ Իմաստը որն է։ Պրոստը 3 ամիս նստեցինք, սպասեցինք ու կոնկրետ էկոնոմիկայի նախարարության չեմ ուզում ազգանուններ տամ, փոխնախարարների վարչության պետերի հետ ես ասել եմ, որ չի բռնում, Ժորժյան, չի կարող դա լինել։ Պրոստը խնդրում եմ ձեզ, եթե դաժե հիմա պետք է ինձ աշխատավարձ տակ, ես իմ սուբսիդիա տակ մի բանով օգնեք, ես չեմ ուզում։ Ինչու համար։ Թող ասեն, եթե ես շուտ եմ ասում, թող ասեն դու տես բան չես ասել։ Ասեն, որովհետև ես պատրաստում եմ իմ տնտեսությունը 0-ից սարքած, դրսից բերած փողերով շեշտում եմ, այդ որ գնացել խոսացել են, հետո կիմանանք որտեղից է այդ փողերը տնտեսությունների, հներից է, որտեղից է, ես այսօր ասում եմ, մենք այդ տնտեսությունը պատրաստում ենք թողամ իմ երեխային, իմ երեխայի, էլ թողա իր երեխային, հույն թորանը, ծորանը սուբսիդիա չեք տալու, ոնց որ Ռուսաստանից բենզին ենք բերում $1, Պարսկաստանում 20 ցենտ, ասեն 80 ցենտ, ձեզ սուբսիդիա ենք տալի, տարեք Պարսկաստան ծախեք։ Երեխեք ջան, մենք մարդ ենք, հասկանում ենք, մենք բիզնեսի մարդ ենք, այդ կաբինետներում նստում են բանակ կատարում հետները, ով որ թե 2 անգամ 2-ը գիտեն, նստում են ընդդեմ մոռանում են։ Այս չի կարելի, պետք է մի քիչ մեր հետ էլ հաշվի նստեն, հասկանան մեզ ինչով կարող են օգնել։ Ինձ գլխակապետ 5 հատ կոշիկ են բերել, սա ղաչ համար։
աչա, սաղ ու 8 ռազմեր մեկը մեծ, մեկը 8 ռազմեր փոքր։ Այդպես չի լինում, երեխեք ջան։ Մեկի հետ չեն ուզում խոսեմ։ Ես լիչնը $2 միլիոն անցած տարի հարկ եմ վճարել, որտեղից էս մեր սիրո միլիցիոներն են ստանում իրենց աշխատող, մեր բժիշկները նրանք։ Հիմա խեմ փակում այդ 2 միլիոնի տեղը։ 70 միլիարդ հարկ ենք վճարել ձկնաբույսում, այս մեր գոյության ժամանակ։ Խեն էդի վերացնում, ինչն է պատճառը, թողնան, պարզ բացը դրանց են դու մեզ պետք չեք, ցավները տանը։ Էդ էլ հերիք չի սահմաններել ենք մենք պահում։ 90 աշխատակից գնացել են սահման եկել են։ Մեկը գալիս են 5 հոգու տարան, 3 հոգու բերին։ Այո 25 օրով հենա կեսս նորենի չէ։ Սահմաններել ենք մենք պահում ձկնաբույսներով ենիմ ու եկել են, ես իմիշ ջրեր են էկոնոմիանում, էդի անձրևա ջրերը իմանալու համար եմ ասում, էդի գոյանում է ձն հալքից եւ անձրևա ջրերից։ Ինչ որ բնապահպաներ, ինչ որ իրանց տափակ ուղեղներով մեկի վրա մի հատ ծալք կա, թող գա հետս խոսա ջրով, ասի խե էկոնոմիա։ Եթե մի հատ ծալք ունեցող կա ուղեղի վրա, թող գա մի երկու հատ մենք ունենք, թող գա զրուցի, ասի ինչու հետ կապված է մեր էկոնոմիան, անձրևա ջրերի։ Ինչա մյուս տարի անձրև չի գալու, այս աշուն չի գալու, գարունը չի գալու։ Միլիարդավոր տարիներ այդ անձրև եկե գնացել է։ Մենք դրանով հազարավոր աշխատատեղ ենք բացել, միլիոնավոր դոլարներով նոր ասի 70 միլիարդ հարկ ենք վճարել, հիմա դա վերացնում են, որ այդ անձրևա ջրերը հավաքեն ինչ ան, մեկը հավաքվելու է գնալու է դա։ Նես չի որ այդ բասեինում կհավաքվի, ներքին թե վերևի, դա գնալու է Ժորժ ջան։ Այդ ջրերը դա անձրևա ջրեր է, մի հատ եմ ասում։ Հատուկ անուղեղների համար մի հատ եմ կերկնում, դա անձրևա ջրերը ձեն հալքից գոյացած։ Էկոնոմիան, թող գնան զիբիլյանոցները հացերով վառում։ 10 տարեկան երեխեքը ռակ են ընկնում, իրանք անձրևա ջուր են հավաքում ու իրանք լուրջ մարդու տեղ են դրել։ Իսկ գերի ու հոսանքի հարցը ինչպես պետք է լուծվի։ Ես արդեն դրսից պարտք եմ արել մոտ 2 միլիարդ դրամի համարժեք։ $5 միլիոն արդեն ավելով պարտք եմ արել, չգիտեմ ոնց պետք է տամ։ Հերիք չի, եղբորս գազի կալոնք են դրածա, մյուս եղբորս բնակարանը կոմիտասում դրածա, սաղ դրածա։ Իմ երեխան համալսարանում ռեկտորի առաջի օգնականն է դասավանդում է։ Հիմա ինքը 300,000 դրամ աշխատավարձ ոնց է $5 միլիոն փակելու։ Ոնց է փակելու երեխեք ջան։ Իրանք որ հասկանան, գոնե կհանդիպեն այս 3 ամսվա մեջ, մի հատ կփորձեն հասկանան մեր խնդիրը որտեղ է։ Ես ասում եմ լավ չեմ տեսնում, ինձ բերել են շալվար են տալի։